Եթե ձեռքի տակ մնացել է ընդամենը 600-ից 700 գրամ հավի միս, ունեք բազմանդամ ընտանիք և չգիտեք ինչ պատրաստել, ուրեմն այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Առաջարկում եմ միասին պատրաստենք հավի մսով և բանջարեղենով շատ համեղ, փափուկ և հյութալի կոտլետներ ջեռոցում, առանց 1 գրամ բուսայուղի։ Տեսքը ստացվում է կանչող, համանթերի և կատարյալ։ Մատուցում ենք թարմ կիտրոնի հյութով և անուշ ենք անում։ Շատ փափլիկ են ստացվել։ Առողջ սննդակարգին հետևողները անպայման կգնահատեն պատրաստման այս տարբերակը։ Դե ինչ բարեկամներ, ձեզանից ընդամենը 1 լայք, իսկ ինձանից համեղ բաղադրատոմս։ Սկսենք պատրաստել։ Մեզ անհրաժեշտ է 600-ից 700 գրամ հավի փափկամիս, ես վերցրել եմ ազդրամիս, 2 գլուխ սոխ, 2 մեծ կարտոֆիլ, 1 մեծ գազար, համեմ, չորացրած ծիտրոն, 1 ձու և համեմունքներ։ Կարտոֆիլը և գազարը անց ենք կացնում քերիչի խոշոր անցքերով։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Որպեսզի ֆարշը թույլ չստացվի և հնարավոր լինի ձևավորել գեղեցիկ կոտլետներ, հեռացնում ենք բանջարեղենի ավելորդ հյութը։ Քամած բանջարեղենը լցնում ենք մեծ տարայի մեջ։ Հավի միսը նախքան օգտագործելը մոտ 20 րոպե դնում ենք աղաջրի մեջ, որպեսզի ավելորդ հոտը և արյունը դուրս գա։ Միսը մանրացնում ենք, որ հեշտ լինի անցկացնել մսաղացով, կաղանք նաև 2 գլուխ սոխ։ Ցանկության դեպքում ֆարշի մեջ կարելի է օգտագործել 1-2 ատամիկ սխտոր։ Այս կոտլետներին հյութալիություն և փափկություն հաղորդում է բանջարեղենը, այդ պատճառով միսը և բանջարեղենը վերցնում ենք 1:1 հարաբերությամբ։ Կարող եք առանց պաքսիմա պատելու տապակել նաև բուսայուղի մեջ, այդպես էլ շատ լավ ձևը պահպանվում է և ստացվում է համեղ։ Կարելի է պատրաստել կրկնակի չափաբաժնով և դնել սառցախցիկ, օգտագործել ըստ անհրաժեշտության, շատ հարմար է։ Միսը և սոխը աղալուց հետո զանգվածին ավելացնում ենք 1 ձու, այն կատարելու է սոսնձի դեր, մանր կտրտած համեմ և չորացրած ծիտրոն։ Չորացրած ծիտրոնը և հավի միսը ստեղծում են համերի կատարյալ համադրություն։ Այս բաղադրատոմսի մեջ ծիտրոնը մի փոխարինեք ռեհանով։ Ավելացնում ենք աղ, սև և կարմիր քաղցր պղպեղներ, մի լավ խառնում ենք և վերջ, ֆարշը պատրաստ է։ Թողնում ենք մոտ 30 րոպե, որպեսզի համերը միախառնվեն և սկսում ենք ձևավորել կոտլետները։ Անպայման օգտագործում ենք յուղաթուղթ, որպեսզի կողիկները ջեռոցի տապակից չկպչեն։ Եթե վստահ չեք, որ ձեր ձեռքի տակ եղած յուղաթուղթը ունի բարձր որակ, վրան քսեք մի փոքր բուսայուղ։ Վերցնում ենք 2 լիքը ճաշի գդալ ֆարշ և ձեռքի ափի մեջ հեշտ և արագ ձևով ձևավորում ենք կոտլետները։ Յուրաքանչյուր կոտլետ պետք է լինի 250-ից 300 գրամ։ Այս բաղադրատոմսով պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Գեղեցիկ տեսք հաղորդելու համար գդալի օգնությամբ այսպես գեղեցիկ նախշեր ենք անում։ Ինչպես տեսնում եք, հեշտ մատչելի բաղադրատոմս է, որի արդյունքը գոհացնում է։ Դնում ենք 180 ճանտաքացված ջեռոցը, թողնում ենք 35-ից 40 րոպե, մինչև գեղեցիկ համաչափ կարմրեն։ Պատրաստ լինելուց մոտ 5 րոպե առաջ կոտլետների վրա կարելի է ավելացնել դեղին պանիր, դա ըստ ցանկության։ Ես մատուցում եմ կիսալուսնաձև կտրտած սոխով, համեմով և թարմ կիտրոնի հյութով, կատարյալ համադրություն։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ հավի մսով և բանջարեղենով պատրաստվող նման համեղ կոտլետների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։